Մի թափեք։ Լավ, արդեն գնացեք, խանգարում եք։ Հիմա լրեք, անցեք, լրեք, Հայ-ռուսական հարաբերությունների լարվածության մասին հարցերից ՔՊԱ-ականներն այնքան են լարվում, որ անգամ լեզուներն է փաթնկնում։ Ոչ մի կատաստրոֆիկ բան տեղի չի ունեցել։ Ռուսաստանը մեր բարեկամ երկիրն է, մենք շարունակում ենք մեր բարեկամական հարաբերությունները։ Որ բարեկամական են հայ-ռուսական հարաբերությունները վստահեցնում է նաև խորհրդարանի նախագահը։ Սիմոնյանը, որը մի քանի անգամ պնդել է, թե եվրոպացիներից օգնություն են խնդրել Ռուսաստանից եկող հիբրիդային սպառնալիքները չեզոքացնելու համար, այսօր խոստանում է, չեն պատերազմելու ռուսների հետ։ Մենք Ռուսաստանի հետ որևիցե հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու եւ բոլոր խնդիրները բարձրաձայնելու ենք եւ փորձելու ենք լուծելով առաջ գնանք։ Մենք որևիցե սպառնալիք չենք մեզանից ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնանք եւ նման մտադրություն չկա։ Հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար ջանք ու եռանդ չխնայած իշխանությունը կարծում է, թե Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խաթարման մասին տեղեկությունները փուչիկներ են, որ փչում են լրատվամիջոցները։ Ես հասկանում եմ դուք ինչ եք այդ փուչիկը ուզում փչել, որովհետեւ օրինակ կալուգացի օլիգարխը պատրաստվում է դա դարձնել իր քաղաքական կամպանիայի մաս։ Այդ փուչիկը փչել չի ստացվել։ Իրենց ընդդիմախոսներին Կրեմլի ագենտ եւ ռուսաստրուկ համարող իշխանությունը հիմա էլ լրագրողներին է ինոագենտ անվանում։ Ընտրությունները այլ կերպ դասավորվեն, հիմա ձեր մեծ մաս ինոագենտ կլեն, դու բանտում կլնել կամ ինչ-որ արտերկր։ Փաշինյանից առաջ եղել եմ եւ ես տեղեկացնեմ, ես Փաշինյանից Իսկ կարող եք ասուլիստ, Արիստև ասուլիստ, Արիստև կանգնի, շարունակեք իրան հարցեր տալ։ Պարոն Սիմոնյան, ինոագենտ եք ասում լրագրողներին, ի՞նչ է այդ նշանակ։ Փաշինյանից առաջ կյանք եղել է։ Պարզվում է ոչ միայն ընդդիմությունն է Կրեմլի ագենտ, նաև պարզվում է, որ լրագրողներ են ինոագենտներ, իրենցից բացի պարզվում է, որ բոլորը ագենտներ են, իսկ իսկական ագենտները իրենք են, բայց ոչ թե Ռուսաստանի, այլ կոնկրետ Թուրքիայի եւ Ադրբեջանի հաշվի առնելով այն քայլերը եւ գործողությունները, որոնք իրենք իրականացնում են։ Ագնեսա Խամոյանը հասկանում է ՔՊԱ-ականների անհանգիստ շարժումները ընտրություններից 1.5 ամիս առաջ։ Որքան էլ ՔՊԱ-ականները փորձեն ռևերանսներ անել առ Պուտին, շարքային քաղաքացին իր մաշկի վրա արդեն զգում է Փաշինյանի արտաքին քաղաքականության հետևանքները, մարդիկ տնտեսական պատերազմի հոտ են առնում։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ պետք է շատ հստակ գիտակցեն, որ այն արկածախնդրության, նոր արկածախնդրությունը, որ բռնել է այս իշխանությունը, շատ վատ հետևանքներ է ունենալու եւ այս անգամ ունենալու է տնտեսական վատ հետևանքներ, սա բերելու է տնտեսական պատերազմի։ Ինչ անելու, մեռնելու եք տեսաղ։ Խամոյանը պատահական չի համարում, որ իշխանության հակառուսական քաղաքականությունից տուժած մարդիկ տեխնիկաներս մնաց ընդեղ։ Արդեն Փաշինյանի երեսին են ասում ամբողջ ճշմարտությունը։ Այս ամեն ինչի պայմաններում այսպես փորձել իբր Երևալ, չգիտեմ, ուժեղ տղա, ինչպես ինքն է Նիկոլ Փաշինյանը իրեն մատուցում, դա դուրս է գալիս շոշափելի է դառնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մաշկի վրա։ Պատգամավորի համար անընդունելի է նաև Փաշինյանի այն հայտարարությունը, թե ինքը Հայաստանի վարչապետն է եւ պատասխանատվություն չի կրում Սփյուռքում ապրող մեր միլիոնավոր քաղաքացիների համար։ Երկրորդ նախագահը մի շատ լավ ձևակերպում է արել Սփյուռքում ապրող հայրենակիցների մասով, ասում է Հայաստանի ղեկավարի իշխանությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա, պատասխանատվությունը ամբողջ Սփյուռքում ապրող հայերի վրա։ Մեր թիմը դուք եք։ Երկրորդ նախագահի թիմում համոզված են, մեծ Սփյուռք ունեցող պետության առաջնորդը չի կարող պատասխանատվության զգացում չունենալ դրսում ապրող հայրենակիցների հանդեպ։ Շնորհակալություն։ Կարնե Մանգասարյան, Աշոտ Մնոյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։